Ողջույն սիրելիներս, մեկ թեմա էլ ունեմ ձեզ հետ կիսելու, իհարկե իմ տելեգրամյան ալիքի հետևորդների հետ հանդիպման ժամանակ կիսվել եմ այս մտքերով, որովհետև բավականին երկար ժամանակ այս հարցը անընդհատ տարբեր կողմերից և թեմաները խոսվում էր այս մասին և ինձ էլ շատ հարցնում էին այս թեմաներով, դրա համար ցանկացա, որ ձեզ հետ էլ կիսվել, մտածելով, որ միգուցե ձեր մոտ էլ նման հարց առաջանա և ցանկանաք ավելի խորը հասկանալ, ինչ է նշանակում արթնացած մարդ։ Արթնացած մարդը, ասեմ, նա է, ով սկսում է գիտակցել ինքն իրեն, ոչ թե մարմին կամ դեր, այլ որպես հոգի և որպես հավերժական գիտակցություն։ Ուրեմն նա այլևս չի գործում միայն սովորույթներով կամ արտաքին ազդեցություններով, այլ ներքին գիտակցությամբ և սրտի ճշմարտությամբ։ Արթնացած մարդու հիմնական նշաններն են առաջինը ինքնաճանաչումը, որովհետև նա փորձում է դիտել իր մտքերը, զգացմունքները, արձագանքները առանց դրանցում կորելու և փորձելով հասկանալ դրանց իմաստը։ Երկրորդը ներքին խաղաղությունը, երբ նույնիսկ դժվարությունների մեջ կարողանում է պահպանել իր հավասարակշռությունը։ Երրորդը դա խոնարհություն և շնորհակալություն է, որ մարդն ունենում է իր ներսում, հասկանում, որ ամեն բան կյանքում ունի իր իմաստը։ Չորրորդը դա սրտի կենտրոնացում է, գործում է սիրով, ոչ թե վախի դիրքից, տարբերվում է հինգերորդը արտաքին երևույթը ներքին էությունից, այլևս չի դատում մարդկանցս վարքի կամ պատկերի, հաջորդը սկսում է ապրել ներկա պահին, չկապվելով անցյալի կամ ապագայի հետ։ Սա այն 6 կետերն են, որոնք ես շատ կարևորում և առանձնացրել եմ։ Ինչ է նշանակում արթնանալը։ Արթնանալը դա չի նշանակում լինել կատարյալ կամ ամեն ինչ իմանալ։ Դա նշանակում է սկսել տեսնել իրականությունը առանց քողի, թույլ տալ, որ հոգին առաջնորդի մարմինը, ոչ թե հակառակը։ Երբ հոգին արթնանում է, կյանքում մի պահ է գալիս, երբ մարդը դադարում է փնտրել միայն դրսում և սկսում է նայել դեպի իր ներսը, այդ պահին է ծնվում արթնացումը, երբ մարդը չի փնտրում պատճառներ ուրիշների մեջ, այլ փորձում է գտնել իր մեջ, իր հետ ինչ է կատարվում։ Արթնացած մարդը չի փոխվում հանկարծ, այլ սկսում է հիշել իր էությունը, այն լույսը, որը միշտ եղել է իր մեջ։ Նա այլևս չի նույնանում միայն մարմնի, դերի կամ պատմության հետ։ Նա գիտակցում է, որ ես այն գիտակցությունն եմ, որը նկատում է մարմինը, միտքը և զգացմունքները։ Արթնացած մարդու մեջ խաղաղություն կա, երբ աշխարհը աղմկում է։ Նա ապրում է ներկա պահին, ընդունում է ամեն ինչ շնորհակալությամբ և ընտրում է սիրել առանց պայմանների։ Արթնանալ չի նշանակում կատարյալ։ Դա նշանակում է կենդանի զգալ հոգով, տեսնել իրերի խորքը և քայլել ներքին լույսի առաջնորդությամբ։ Երբ մարդու հոգին արթնանում է, կյանքը դադարում է լինել պայքար և դառնում է ճանապարհ դեպի ամբողջականություն, դեպի իրականություն։ Հանդիպման ժամանակ հարց առաջացավ, ինչ տարբերություն կա Աստծո և սատանայի միջև։ Այս հարցն էլ շատ հետաքրքիր էր և շատերիս մոտ առաջանում, իհարկե տարբեր էզոթերիկներ, տարբեր շամաններ, տարբեր խորը գիտակցության հասած մարդիկ, ամեն մեկը փորձում են իրենց տեսանկյունից, իրենց տեսլականների միջոցով բացահայտել այս երևույթը։ Ուրեմն շատ խորը և կարևոր հարց է սա, Աստծո և սատանայի տարբերությունը,
Եվ կարելի է սա արդեն իմ մեկնաբանությամբ հասկանալ տարբեր մակարդակներով, թե հոգևոր, թե փիլիսոփայական և թե էներգետիկ։ Եկեք բացատրեմ 3 հարթությամբ, որպեսզի տեսնեք ամբողջական պատկերը, այնպիսին, ինչպիսին ես եմ փորձում հասկանալ, գիտակցել և փորձում եմ փոխանցել ձեզ այդպես։ Առաջինը էզոթերիկ և էներգետիկ տեսանկյունից։ Աստված և Սատանա, դրանք երկու բևեռ են միևնույն տիեզերական էներգիայի դրսևորումների մեջ, բնականում գոյություն, որտեղ ունի հավասարակշռությունը։ Լույսի ուժերը դրանք Աստծո կողմն են ստեղծում, միավորում, կյանք տալիս։ Խավարի ուժերը Սատանայի կողմն են, քանդում, բաժանում, փորձարկում։ Աստված ներկայացնում է սիրո, իմաստնության և ստեղծագործության էներգիան, Սատանան խիտ նյութականը մեր, գայթակղությունը և փորձության էներգիան։ Բայց վեդայական և գնոստիկական ուսմունքներն ասում են, որ Սատանան չի կարող գործել առանց Աստծո թույլտվության, որովհետև նա միայն փորձություն է, ոչ թե հակառակ ստեղծագործող։ Այսինքն նա գործիք է, որ բացահայտում է մարդու իսկական էությունը։ Այնինչ մենք անվանում ենք չար, իրականում պատճառ է նաև աճելու համար։ Մեկը կարող է մնալ, վայր իջնել, խորտակել, մյուսը դրանից վերելք ունենալ, մեկնարկ ունենալ և գնալ առաջ։ Երկրորդ տեսակետը, որ կցանկանայի ձեզ հասցնել, դա հոգեբանական և գիտակցական տեսանկյունից է։ Աստված հավասար է մեր բարձր եսին, մեր գիտակցության լույսին։ Սատանան դա ստվերային եսն է և մարդու անգիտակցական մասը, որը դրդում է մարդուն վախերի, հպարտության, ցանկություններին տրվելու։ Երկուսն էլ ապրում են մարդու ներսում որպես էներգետիկ ուժեր։ Մարդը հանդիսանում է միջնորդ, նա ընտրում է որ էներգիային տա իր ուշադրությունը, և մարդն ընտրում է սիրո, ազնվության, ներողամտության ճանապարհը, նա արդեն միանում է Աստծո գիտակցությանը։ Երբ ընտրում է վախը, իշխելու ցանկությունը կամ ատելությունը, նա սնվում է Սատանայի ծրագրով։ Այսպիսով Սատանան ոչ թե առանձին էակ է, այլ յուրաքանչյուր մարդու մեջ նստած գիտակցության փորձություն, որը թույլ է տալիս իմանալ ով եմ ես իրականում, այսինքն որ կողմով եմ գնում, ինչպես եմ գործում, գործում եմ դեպի արարիչ մարդ, թե Սատանա։ Երրորդը, սա բարձր աստիճանի հոգևոր տեսանկյունից, ըստ Վեդաների, Կաբալայի կամ հերմետիզմի։ Այս ուսմունքները ասում են, որ տիեզերքը մեկ ամբողջություն է։ Աստված և Սատանա դրանք հակադիր դերեր են, մեկը ստեղծում է, մյուսն էլ փորձարկում ստեղծածը։ Աստված ասում է ստեղծիր, արարիր, Սատանան ասում է արդյոք պատրաստ ես պատասխան տալ ստեղծածիդ համար։ Առանց Սատանայի մարդը չէր ունենա ազատ կամք, առանց Աստծո մարդը չէր ունենա ներքին լույս։ Այս երկուսը միասին ձևավորում են զարգացման օրենքը։ Լույսը ծնվում է խավարից, և խավարը վերջի վերջո ծառայում է լույսին։ Ասպեկտները Աստված և Սատանան տարբերելու համար, եթե որպես էներգիա ընկալենք, Աստված ստեղծում է սեր, իմաստնություն, Սատանան ստեղծում փորձություն, գայթակղություն, անջատում, մասնատում։ Եթե նպատակ ենք դնում, Աստված փորձում է մարդուն բարձրացնել դեպի իր աստվածային եսը, իսկ Սատանան փորձում ստուգել արդյոք մարդը գիտակցում է իր լույսը, գնում է դեպի լույսը, թե ձգտում խավարին։ Արդյունքը, երբ որ Սատանան է ուզում ցույց տալ մեզ, դրանք ճգնաժամերն են մեր, որոնք կարող են բերել գիտակցության, այո,
ինչպես ասեցի, գիտակցության, որտեղ կարող ենք մենք վերելք ունենալ, բարձրանալ, շտկել մեր մեջքը և առաջ գնալ, իսկ Աստված մեզ տալիս է արդյունքում, եթե մենք կարողանում ենք գտնել ներքին խաղաղությունը և միասնությունը, քանի որ եթե երկուսը որպես տեսանկյունից դիտենք, հասկանում ենք, որ Աստված լույս է, իսկ սատանան ստվեր։ Այսպիսով սատանան հակառակորդ չէ լույսին, նա նրա ստվերն է, և երբ մարդը հաղթահարում է իր ստվերը, սատանան կորցնում է իշխանությունը նրա վրա։ Հարգելիներս, փորձեք ապրել լույսի, արարման, գիտակից ճանապարհով անցնելով ձեր կյանքի յուրաքանչյուր փորձություն։ Ուստի փորձություններն են, որ մեզ դարձնելու են ավելի ուժեղ, ավելի իմաստավորված, ավելի գիտակցված ճանապարհ անցնելու համար։ Շնորհակալություն այսքանը սիրով ձեզ համար։